բավական, հա, այս համակարգին անդրադառնանք խնդիրները, որոնք արծարծվում էին, որոնք առկա են այս պայդրությամբ ինչ տոկոսով հնարավոր եղավ լուծել, նաև այն մտահոգությունները, որոնք կային հանրության շրջանում, սկսած տարական ծրագրից, որը չէր գործում։ Ուրեմն ծրագիրը միշտ է գործում է արդեն տարիներով, ծրագիրը, եթե նկատի ունեք էլեկտրոնային համակարգը, անընդհատ ընդլայնվում է, մեծանում է, դրա գործիքները ավելանում են եւ սա անընդհատ ճանապարհ է։ Իհարկե մենք նորից եմ կրկնում այս մեծ բարեփոխման մեջ պիտի մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք աշխատում։ Մեզ համար շատ կարևոր է, ինչպես ասեցի, այս փորձառությունը այնպիսին դարձնել, որ առաջինը քաղաքացին բուժօգնության հասանելիությունը ամենակարևոր հարցն է, բայց այդ հասանելիությանը զուգահեռ նաև փորձառությունից գոհ լինի եւ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք, փոխում ենք եւ դիտարկումները մեր քաղաքացիների իրացնում ենք։ Սա է ճանապարհը։ Սա մի ծրագիր է, որի մասին գոհունակությամբ արտահայտում են նաև ընդդիմադիրները, ասելով, որ սպասված է, բայց նաև միաժամանակ ասում են, որ դեռ համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր։ Դե հունվարի 1-ը եւ այս 1 ամիսը ցույց տվեցին, որ համակարգը պատրաստ էր եւ ըստ էության այս գիտեք ռիսկերի, այո, նման բարեփոխում իրականացնելու հանգամանքը միշտ ռիսկերի հետ կապված է եւ ես ուրախ եմ, որ մեր հավաստիացումները, որ ռիսկերը կառավարելի են, դրանք ուրեմն հաջորդիվ ծագած նոր խնդիրները կամ հին խնդիրների բացահայտվելը մեզ համար ընդունելի, ընկալելի ճանապարհ է եւ ես ուրախ եմ, որ ընդդիմությունն էլ տեսնում է, ընդգծում է այս կարևորագույն համակարգի ներդրումը։ Եվ նաև ընդդիմության կողմից մեզ ուղղված հարցերը, դիտարկումները մենք շատ բաց ընդունում ենք։ Ես կարող եմ ասել, որ այստեղ էլ ազգային ժողովում քննարկումներում էլ ես շատ ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր падգամավորները ուղիղ մասնակցություն ունեցել են իրենց հարցերով, բարձրացվող խնդիրներով եւ սա է հենց պարլամենտական երկրի առավելությունը։ Մեզ շատ անհրաժեշտ է նաև ընդդիմության կողմից բարձրացված հարցերը։ Տիկին Ավանեսյան, մի հարցի եմ ուզում անդրադառնալ, դուք արդյոք տեղեկություններ ունեք Արցախից եկած քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Այո, իհարկե, մենք ուրեմն մշտական դիտարկման դեռ ընթացքի մեջ են, նշեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից, կազմակերպվում է մեր կողմից եւ ես ինձ մոտ էլ նշել եմ, որ մեր նույն Վագիվ Խաչատրյանի ուրեմն վիրահատությունը Փառք Աստծո բարեհաջող է անցել եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Կներեք, Քաղաքացիներին էլ, այո, նրանց մասով էլ մենք մշտական կամ Երևանից ուրիշ բուժհաստատություն։ Այդ հարցերին չպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։ Քաղաքացիներին չեմ ուրեմն այցելել, որովհետև այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ կունենամ առիթ։ Նաև այս ահազանգերն շարունակում, Կներես, էլ թեման շարունակեմ, նարեկ կապված շատ ահագին էլի։ Դուք չեք պատրաստում, քանի որ այդպես արդեն սարյակով են տեղափոխում, չեք պատրաստում։ Ինչ ահազանգ կարող եմ լսել։ Առողջական վիճակի հետ կապված։ Ուրեմն ես ուզում եմ շատ հստակ կերպով ուրեմն ներկայացնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված ցանկացած անձ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է ամբողջական ծավալով եւ եթե այն դեպքերում էլ, երբ որ որոշ անձինք հրաժարվում են պետության կողմից տրամադրվող բուժօգնությունից, իրենց ընթացակարգին համապատասխան եւ ցուցման ու անհրաժեշտության պարագայում ստանում են բուժօգնությունը իրենց ցանկացած բժշկական կենտրոնում եւ այստեղ էլ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը եւ մոտեցումը մարդու իրավունքների եւ առողջության նկատմամբ անշեղորեն հետևում է
պարոն Սամսոնյանը իր անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է եւ ավելացնելու բան չունեմ, քանի որ դա իր բժշկական գաղտնիքն է, կուզի ինքը կհրապարակի։ Նախարար շտապօգնության վերաբերյալ ես վերջերս նաև անդրադարձել եմ այդ խնդրին, որ յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո լինելու է վճարული, այստեղ նաև որոշակի բացումներ, բաց թողումներ կային նաև ԶՊՎ-ում պահվող անձանց վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ, ես գիտեմ, որ նաև շտապօգնության Երևանի տնօրենը ձեզ նամակով էր գրել գոնե հարցազրույցում ինձ նման բան ասել, որ որոշակի շտկումների կարիք կա, դրանք վերանայվելու են, որպեսզի խնդիրը Նայեք, ընդհանուր կանոնն է, որ շտապօգնության կանչերի, այո, մենք սահմանել ենք ելնելով նախորդիվ մեր ուրեմն վիճակագրական տվյալներից, որ մեկ անձին տարվա մեջ օբյեկտիվորեն քանի կանչն է, որ անհրաժեշտ է, բայց նորից եմ ուզում այս մասին հստակ նշել, որ սա ունի բացառություններ։ Այս կանոնը ունի բացառություններ, բացառություններն էլ սահմանված են։ Այո, եթե մարդու 8-րդ կանչը լրացել է, բայց ունենք օրինակ ճանապարհատրանսպորտային միջադեպ, տրավմա կամ հղի է, կամ այլ իրավիճակներ, ապա սրանք բացառություններ են եւ անձը շտապօգնության ծառայությունից օգտվելու է։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք, ինչու ենք նաև այս որոշմանը գնացել, որտեղ ունենք ցավոք սրտի այս ծառայության խոշոր չարաշահումներ։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր որ հարյուրավոր կանչեր են իրականացնում, զրկելով այլ քաղաքացիների շտապօգնությունից օգտվելու իրավունքը եւ կյանք փրկելու խնդիր է առաջանում։ Այս բոլոր, այո, այս բոլորի մասով միանշանակ բացառությունների շրջանակում դրանք դիտարկվում են, որևէ անձ ըստ կարիքի շտապօգնությունից օգտվելու խնդիր չի ունենալ։